Լոս Անջելեսից 2 ժամ հեռավորության վրա գտնվում է լքված քաղաք։ Գնում ենք միասին բացահայտելու։ Գնում ենք Լոս Անջելեսից 2 ժամ հեռու։ Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր միասին գնում ենք շատ հետաքրքիր տեղ, ես ու Հովոն, եւ նկարում եմ ես ձեզ համար vlog։ Նայեք մինչև վերջ ու գնահատեք վերջում like, subscribe, որովհետեւ հավես vlog-եր են սպասվում։ Мы покажем, как выглядит это на самом деле. Хорошо. У меня блогер отсылка. 24 ժամ անցկացնելու ենք շատ անմարդաբնակ քաղաքում։ Այո, տենց պետք է ասենք, որ Это отсылка. Դա մենք եկել ենք հիմա Big Square, կակրաս հիմա կտեսնեք հայկական մաքսիմալ հայկական, տենց Երևան City-ին նմանվող մի Երևան City-ում Supermarket. Big Square. Հայեր հատուկ մեր Հայաստանի ժողովրդի համար նկարեմ, որ ամեն ինչ կա, ժողովուրդ ջան, որ ասում ենք, ճիշտ ենք ասում էլի, մի ուղարկեք, խնդրեմ, հայկական արտադրանքի, ռուսական կոնֆետներ, ինչի մենակ հայկական, խնդրեմ, տեսեք, որ համոզվեք, ամեն ինչ կա, սրանք էլ ցույց տամ, թե ինչքան շատ ընդեղեն կա, չրեղեն կա, նայեք ստեղ, երեխեք տեսեք ցոգոլ են ստացել, մեկ էլ շլոր, շատ բուջուրի կա, բայց փաունդը 14 դոլար է, այսինքն կես կիլոն մոտավորապես 14 դոլար է։ Ուրեմն երբ որ ես հղի էի 2 տարի առաջ, իմ սիրտը ահավոր շատ էր ուզում շլոր, երևի միակ բանն էր, որ ահավոր շատ եմ ուզել եմ, որ ասում են craving-ս միակ էդ է եղել, ու չկար ոչ միտեղ, ես մի հատ կայքով, չգիտեմ որ երկրից պատվիրել էի, ընդամենը այսքան մի բանը 100 դոլարով, հիմա այստեղ 14 դոլարով կա, բուջուր է, բայց կապ չունի, սիրում եմ, պիտի վերցնեմ, էդ է հիմա։ Ցույց տամ, որ դարոինգ կա օրինակ այստեղ, լիքը ռուսական, շատ ստացված ու համով ապրանքանիշերից տարբեր պեչենկաներ, ահա, այստեղ հատ մարցինի, տրիկորочки, էլ ինչ կա տեսնենք հայկական աղի-ձողիկ, ապաչի, այս հոլովակը կոնկրետ անվճար գովազդ է, Արևիկ սեմեչկաներ, ահա, նույնիսկ ռուսական դաշերակ։ Պահածաների բաժնում ենք ու ցույց եմ տալիս, թե ինչքան հայկական բրենդեր կան։ Իջևան, Great Mass, իսկ կարծում եմ ստեղ են արտադրվում, բայց մեծ մասը։ Avshar Production, Homeland, Arax, Armenian, okay, Art Food, ու մի խոսքով ինչ ուզեք հայկական ամեն ինչ կա գներն էլ տեսնում եք օրինակ Art-Food-ից կոմպոտը 4.79 դոլար է այս էլ ցույց տամ որ մեր տատիկները տեսնեն որ իրոք հայկական արտադրանքի ունենք նայեք Նոյանից տարբեր մրգերի եւ հատապտուղների ու նույնիսկ վարդի մուրաբա այսօր սուրճերը Lebo Royal Armenia փոքրիկ ես ծվիկները որ այդքան էլ փոքր չեն 11 դոլար արժեն իսկ այս ամենամեծերը 22 այստեղ էլ փուրն է այսպես ասած որտեղ որ թխվածքներն են վաճառում թարմ եւ թարմ տաք հացեր վերաշկի խաչապուրի ու ամեն ինչ նայեք երեխեք 45 դոլար են այս կուլիչները արդեն ձևավորած okay 3 հատ վերաշկի 3 հատ խաչապուրի վերցրի վերաշկին 3 հատ 7 դոլար 3 հատ խաչապուրին 6 դոլար շլորի համար 22 դոլար շլորի 22 դոլար շլորի համար այ քեզի թալան ուրեմն քանի որ դուք սիրում եք փողեր հաշվել ես հիմա կհաշվեմ թե մենք ինչքան գումար ծախսեցինք հենց նոր Big Square-ից մի քանի բան գնելով ասա ինչքան ես վճարել պիցայի ու լամաջոյի ու թաների համար 18
18 այդ բոլորն իրար հետ։ Վաու, ամենաէժանն էր։ $18 մեկ պիցայի, 2 լամաջոյի եւ 2 թանի համար, պլյուս $13 վճարեցի 3 խաչապուրի եւ 3 կարտոֆիլով կարկանդակի նույն ինքը պերաշկի համար եւ պլյուս բանը ասա շլորը ու բանը իրար հետ 22 իրար հետ էր էդի 22 օքեյ պլյուս $22 $53 էլ ըստ այդմ լինում է 20,000 դրամ իմնա հա Oh my god կներեք մենք կանգնեցինք բենզալցակայան որպեսզի բենզին լցնենք ու ինձ թվում է արդեն բոլորը գիտեն որ Միացյալ Նահանգներում ինքնասպասարկում է բենզինը մենք մեր ձեռքով ենք լցնելու նույնիսկ կարող ենք ներս չգնալ մեկ-մեկ գնում ենք ներս գումարը տալիս ենք ինչքանի պիտի լցնենք իրենք են միացնում բայց այստեղ քարտի տեղ էլ կա Apple Pay տեղ էլ կա ճպցնում ենք եւ ինչքան պետքա լցնում ենք Էջում ենք հələ հերրիալա Երեխեք վերջ ինքն իրան անջատվեց պոլնի էինք լցնում մեջը կար իհարկե վերջացած չէր արդեն կարելի ասել $50 լցրեց 10,304 գալոն մեզ մնացել է գնալու ուղիղ 1 ժամ ճանապարհ Here you go. Thank you so And then it's much. going to be your second right. You're going to head up top and park, and then you walk the town. Thank you. You're welcome. Վճարեցինք $16 մուտքի համար, մեզ տվեցին այսպիսի քաղաքի քարտեզը։ Որտե՞ղ պետք է գնամ։ Ու միասին հիմա կգնանք շրջելու։ Մենք հասել ենք, մեքենան կանգնացրինք, Հովան հանվում է։ Մի հատ հələ նայեք երեխեք էս սարի, էս շերտերը ինչ վերջն է։ Մուտքը։ Հոմն զանգել է իր ընկերոջը, ինչ-որ խաղ են խաղացել, որ շատ նման է հիմա այս տեղը դրան, ասում է տոչնի այդ խաղն է։ Այստեղ գրված է, թե ինչեր կան, խանութներ կան ներսում, բայց այս սթայլով է գրած վերջն է։ Ալենին զանգի։ Դասի։ Դասի է։ Երեխեք, քաղաքը կառուցվել է 1800-ականներին, այս 1880 թվականի նկարը։ Նայեք ինչ վերջն է։ In addition to the eatery at Little Saloon, we have Փոքրիկ down at the քաղաք, bottom of the front of town լրիվ ամերիկյան սթայլով։ which Ուրեմն բնականաբար դիմել ենք ChatGPT-ի օգնությանը, որպեսզի քաղաքի մասին մի քիչ ավելի մանրամասն ու ճիշտ ինֆորմացիա ձեզ հաղորդեմ։ Փաստորեն 1981 թվականին է քաղաքը հիմնադրվել եւ Կալիֆոռնիայի արծաթի մայնինգների հանքերի ամենամեծ քաղաքներից մեկն է եղել հենց Կալիֆոռնիա նահանգում ու դարձել է ինքը պատկերացնում եք 80-ական թվականներին, 1880-ական թվականներին դարձել է ամենահարուստ քաղաքներից մեկը նահանգի, որովհետև մոտ $86 միլիոն միայն արծաթա, ոնց են ասում, հանքից Mining արվել, էլի, mining-ը գիտեն։ Հա, մի խոսքով։ Քաղաքը լքվել է 1900-ականներին, արծաթի արժեքը երբ որ նվազել է եւ հանցագործները լքել հանքագործները քաղաքը լքել են։ Ու դարձել է ինքը ուրվական քաղաք, որովհետեւ հիմնականում այստեղ ապրել են հենց այդ նպատակով, հանքի համար։ Եվ վերակառուցվել է Walter Knott-ի կողմից, ով Knott's Berry Farm-ի հիմնադիրն է հանդիսանում եւ 1950
90-ականներին արդեն վերադարձել է նախկին տեսքը, մի խոսքով ներդրում է արել քաղաքի մեջ եւ 2005 թվականին Քալիքոն համարվել է Կալիֆոռնիայի արծաթի տենդի ուրվական քաղաքը պաշտոնապես ու համարվել է պատմական վայր։ Մի խոսքով հիմա ինքը պատմական վայր է, շատ սիրված վայր է, ինչպես տեսնում եք, այսօր չորեքշաբթի է, այսինքն աշխատանքային օր է եւ չորեքշաբթի օրով լիքը մարդ կա այստեղ։ Դե մի սպասացրու հանդիսատեսին, քո տեսնեն քաղաքը։ Հա, եկեք գնանք, ինձ թվում է ինֆորմացիան կարևոր է տալ, որպեսզի հետաքրքիր նայ։ Եվ որ խաղն են այստեղ, ասում ես նմանացնում ես որ խաղը։ Ոնց? Rockstar Game-ի հայտնի խաղերից երկրորդն է, GTA-ից հետո GTA գիտեք բոլորը։ Red Redemption 2 խաղը էլի պատմում է այդ 800-ականների վերջին 900-ականների սկզբի մասին, որ ոնց են մարդիկ, այսպես ասած, յոլլա գնացել ու տենց ոնց որ հիմա արդեն խաղի մեջ շատ վատ բաներ են անում, բայց նման շենքերի մեջ մի մարդ իր ապրուստի համար մարդեր են սպասում։ Ոչ թե Կալիկոյում է, այլ ուղղակի նմանատիպ քաղաքում է։ Նմանատիպ հենց նկարագրում է այդ թվերի Ամերիկան, որը որ հենց այսպես է եղել, այսինքն հենց փայտի գույնի շենքեր առանձներկելու, այսինքն ցածր շենքեր, ու այս հիմնական այս սյուները որ կա, ու այն ձիու նշանով, էսի գիտես ինչ ա եղել։ Այստեղից ձին են կապել են մտե խանութ։ Այս բանից ձիուն թելը գցել են, կապել են, որ մտնի խանութ։ Որը սարև, կանի մնուղը նկարում ուղարկեմ դավույն։ Հիմա մենք գտնվում ենք այսին շատ սիրուն սուվենիրների խանութում, որտեղ հիմնականում կաշվից իրեր են վաճառում ու բնականաբար կավբոյսկի իրեր, սենց հավես Էսի ձիերի համարը չէ, հով երևի են, որ կողքից են գցում ձիերի կարծում էտա Հանգստացի Ապուշտ Դուր ես փորձեմ քո վրա նկարի Da ladno Մար Էսի ձիերի համարը Ցավմա բայց Հեսա ձյուտների համար է տեսեք, որ իրենց կողքից այսենց կսեք, ինչ թիթիզիկ բաներ են, բայց չէ։ Գոտիներ են, վաու, կարելի է մի հատ գոտի առնել ստեղից, ասիչ լավն են։ Իրականում կարող այդքան լավ է չեն թվում, ուղղակի որ սենց տեղ ես գալիս, մի տեսեք քեզ ուտում աչքդ սենց բաները։ Բարև շունիկ։ Մի հատ խնդրում եմ ստեղ նայեք։ Որակը լավը չի, մի քիչ որ, բայց այդ կարևոր չի հիմա։ Այդ նայեք։ Մանկական կովբոյսկի վայ լավն է նետիվ ամերիկանցի չի էսի բանա այդ մայներներից է երևի ես էլ եմ արժանի նկարվելու էս հիմա որ գնանք բան պատկասա Քոչելլա առնենք sense կորտ շորտիկների հետ մյուս տարի Քոչելլա ենք գնալու հիշեք խոսքս էսի ես sense կարմիր գույնի չարուխ եմ ունեցել գիտես չէ Շերիֆների հրացաններ են, գրածա վաճառքի չի գրված է, ես ում է իրանց տենց օրիգինալները սուվիները պես պահածուն է, շերիֆների ես աստղեկներից։ Մի հատ էլ լավ ես հակուսների մասը ցույց տամ ու գնամ։ Ես հա տեսեք կոշիկները կավբոյսկի, ոյ իսկական կավբոյսկի են հոֆլ ստեղ։ Վերջն են, ես ինչ լավն է սրա գույնը։ Թիկնոցներից է, պայուսակներ, բնական կաշվից են։ Եվ կովբոյսկի գլխարկներ մի հատ ուզում եմ չգիտեմ այս ենք վերցնում այս ուրիշ բան այ հիմա լրիվ համապատասխանում եմ ստեղին Օ, ռեստորան է, գիտես? Տեսեք նույնիսկ երեխեք զիբիլի ամանները ինչ տեսքով է, այս բոճկաների տեսքով են պատրաստել, որ լրիվ Բայց ասում եմ ոնց են սարքել այդ սթայլով, որ սիրուն լինի Մտնենք ռեստորան Ռեստորան ենք մտնում Չավեսը Ինչ հավեսա Իրանց նետիվ ուտելիքներից լիներ փորձենք Oh my god, ինչ սիրունը
Ինչ սիրուն է։ Նայեք, ռեստորանի բան, տեսարան, այստեղ նստես, երիկունը պիվա խմես։ Մենք որոշեցինք գնանք մի հատ քաղաքը պտտվենք, հետո կգանք, այստեղ կխմենք մի բան, զովացնող։ Ինչ լռություն է, սա հեչ։ Սա անապատի մեջ է պատկերացնում եք, բայց որ ձիեր լինեին, ոբշե հավես կլիներ։ Օ, տեսեք այստեղ ինչ կա։ Ինձ թվում է սա իրանց մայնինգի հետ կապ ունեցող ինչ-որ սարք է։ 1888 թվականին Սինսինատիում, Օհայո նահանգում է ստեղծվել, գրած է horse pulled, այսինքն ձին է իրան քշել։ Եկանք Town Hall։ Քաղաքապետարանն է, հա, էսի։ Քաղաքապետարանն է իրանց ոնց հասկացա։ Ինչքան նկարներ կան։ Օ, ստեղ կանգնենք նկարվենք, հո։ So cute։ Բայց ախր այս հիմա այս գլխարկը չի սազի։ Դա շատ գլամուրնենկի կնիկա։ Խանութ է էլի։ Դե հիմա իրանք, քանի որ տուրիստական կենտրոն են դարձրել, ամբողջը սովորական խանութներ են, բայց դե այդ մուդի բաներ են ծախում, էլի։ Թթու են վաճառում։ Давай, посмотрим. Go ahead. Squeeze the handle. Ինչ անցնեմ։ Ահա։ Սա։ Oh, you look like you're an athlete. Pretty impressive. Not quite Mike Tyson, and sure not on. Ասում եմ Մայք Թայսոնի նման ուժեղ ես, ատլետ ես։ Հլոստեղ։ Հլինչ սիրուն են այս ժոմերը, ոնց որ են Վաղ տեղել ես։ կինոների մեջի, ես որ չգիտեմ քանի տարեկան եմ, բայց մի տարի կար գժվում էի sense բաների համար։ Ուզում էի ուղղակի այս ինչ-որ սիրուն ժամացույցեր ունենալ։ Հələ ինչ սիրուն են երեխեք։ Ոնց որ Գարի Պոտերի, չգիտեմ ինչ որ տենց մուդա տալիս։ Չէի նկատել, որ այս կողմը միայն քենդիներ են։ Քաղցրեր են վաճառում։ Հատնակ ինչքան մեծ տեսականի է գլխարկների, բայց որակը նենց ոնց որ պլաստմասաներ լինեն։ Պոչտայի աշխատողն է այստեղ նստել։ US Mail գրած է։ Երևի պոչտայի նամակներն են սենց ստացել, մարդիկ բացել են, հիմիկվա նման, ոնց է մենք ստանում ենք տուն, ամեքը իրա թիվն է ունեցել կարծում եմ, ու տենց այս վերևի շորերը вообще վերջն է, ոնց որ ուժս կինոից լինի։ Օ, այս էլ բաներն են, նայի։ Սովորական տենց տնտեսական գործիքներ, թավա։ Սա մուզեյ, թանգարան է, home։ Okay, հիմա կնայենք ChatGPT-ի օգնությամբ, թե ով է Լուսի Լեյնը։ Խնդրել եմ, որպեսզի ինձ ասի ChatGPT-ն ով է Լուսի Լեյնը, ասում է, որ Լուսի Լեյնը Կալիկո քաղաքում համարվում է լեգենդար կերպար, իրական պատմական անձ չէ, այլ մի կերպար է, որը ստեղծվել է Կալիկոյի զբոսաշրջային նպատակների համար, ներկայացնելու Կալիֆոռնիայի հանքարդյունաբերական անցյալը, այսինքն իրական կերպար չի Լուսին, այսինքն ընդհանուր հավաքական կերպար է Կալիկո քաղաքից պահպանված։ Ում տեսնում գրած այստեղ մազերը խուճուճացնող սարք, կարծում եմ սա է, ու սենց տաքացնում են եւ մազերը խուճուճացում են։ Իսկ այստեղ անձնական իրերն են։ Այստեղ կուզեի հավես տրամադրություն տվող երգեր դնել տակը, բայց գիտեմ, որ YouTube-ը չի թողնելու դրա համար, ես կխոսեմ ուղղակի։ Կակտուսը չորացած։ Հայտնի 66 freeway-ի նշանն է։ Օ, սա էլ փաստորեն իրանց տեսեք, stage-ն է, բեմը, այստեղ երևի համերգներ են տվել։ Ատոմնաբուժը։
Երեխեք տեսեք ստեղ ցուցանակա, գրված է տաք վաննան 25 ցենտ, օգտագործված ջուրը 10 ցենտ։ Հավեսա։ Այս մարդը չգիտեմ ինչ է անում ներսում։ Ով է։ Jail-ն է։ Օ, իրանց բանտ է։ Այնքան քիչ են, երևի ես մի հատ հերիք արել։ Pocket. Justice of the peace judge. Սա էլ բանի ջաջի աթոռն է, այսինքն իրենց դատավորի։ Օ, դա գաղը, հով տեսել էիր։ Դա գաղը։ Այս դուրն է վերջը։ Շատ հավես։ Այ հիմա գրանք բարձրանանք այստեղ ու տեսնենք, թե հանքափորները վերջապես այստեղից ինչ են այդքան հանել։ Արծաթյա զարդեր, քարեր, նման օրինակ ինչ-որ բաներ են լինելու։ Արծիվը Ամերիկայի խորհրդանիշ։ Զարդեր են վաճառում ավելի շատ, հեսեք տեսնենք, քարեր, բնական քարեր։ Օ, տեսեք, արծաթյա իրեր։ Շերիկին։ Այն վաղտ շատ մոդա էին սենց բաները։ Արծաթը, սկզբնականից տեսնում։ Այս էլ կալիկոյի հանքափորները։ Իսկ սա Signs of Life։ Պատկերացնում, ըստեղ ինչն է իմաստություն հասկանում։ Պատկերացնում։ Որ ասում են թաղեմ քեզ, էսի է էլի։ Թաղվածի մեկը։ Նա։ Okay, մենք վերցրեցինք այստեղ մի հատ Maggie Mine Tour։ Հիմա գնում ենք այս Maggie Mine Tour-ը։ Չգիտեմ ինչա գնանք, տեսնենք։ Ասած գնանք, ու չգիտեմ որտեղից կհասկանանք, հա հենա Maggie Mine գրածը։ Երեխեք տեսեք, այս ժայռերի մեջ տներ են ու պահպանել են դրանք, որ մենք տեսնենք, մարդիկ տենց են ապրել, հենա մի հատ էլ կա այնտեղ։ Ահա, հիմա գնում ենք այդ Maggie Mine-ի տուրը, այս տունն է։ Որպեսզի այդ տուն մտնենք, մենք վճարեցինք $9։ Mine tour. You guys enjoy. Hello. You guys are all good to go. Thank you. Howdy, folks, and welcome to the Maggie Mine, one of the most historic in Southern որտեղ որ California. mining են Before your արել journey այդտեղն into է։ the mine, we'll give your eyes a chance Wow. to get accustomed to the dark. Տեսեք երեխեք։ Give you a mini education on the type of mineral Calico is famous for. Գնում ենք հանքում տուր անելու ու տեսնելու թե ինչպիսին է եղել իրանց հանքը, որտեղից ոսկե արծաթ ու թանկարժեք քարեր են հանել։ Հանքափորի օրը այսենց է անցել։ Շատ հետաքրքիր է։ Ես առաջին անգամ եմ հանքի մեջ լինում։ Ու միշտ վախեցել եմ ճիշտը որ ասեմ։ Գրված է այսի ինչի հանքն է, կարդա նոր գնա։ Արծաթի մեկ է Dark Rock գրած է։ Երեխեք ինչ հետաքրքիր է։ Էս ինչ աուրա է։ Էս ինչ մուդ է, հստեղ։ Հանեսել մեր հանքափոր աղբերները։ Ինչ գրած է $65,000 Glory Hall։ Գրել են ինչքան են total հանել։ Նայեք, ես էլ այստեղից բարձրացրել եմ վերևը ընդունել են իրանց 84 թիվ, 85 թիվ, 86 թիվ այստեղ գրել են թե ինչքան են երևի հանքից հանել, տեսեք հələ։ Ես էլ իրանց հանգստի վայրն է խնդրեմ։ Էսի իրանց մեջի բանն է, ոնց են ասում, յախշին է։ Նայ հանկարծ դուրս չգանք, ընդեղ էլի տեղ կար մանգալու։ 24 ժամ անցկացնում ենք մայնինգում, ուստեից ինադու դուրս չգայինք, մարդիկ մեզ չգտնեին, 24 ժամ մնենք ստեղ։ Շուտով ես են սարք է։ Երեխեք սենց հետաքրքիր
տեղ լուրջ առաջին անգամ եմ լինում որպես տուր։ Հիմա որ հովային լսեինք, այս էլ չէինք գա, որտեղ ասում ես չէ, ստեղ չէ, որ տուրերը ոչ մեկ չէր ուզում։ Տես չգիտեինք ուր է։ Այս կոմպետի գնանք, չէ։ Ասում ես կողմը։ Ինչ վախենալու է մեր բաները։ Ուրվականները։ Հա, դե պատկացա ճանապարհը կամած են փորել։ Օй, ինչ է։ Շտիպեն փորը, չէ։ Ինչ են իմացա, էլի ոչ թե դες բանկը։ Էլ հերթ են կանգնել։ Ընտրեմ։ Վճարեցինք $11 ստեղի տոմսի համար 2 հոգին։ Ահագին լիքը մարդ հավաքվեց։ Howdy there, folks. Y'all please stay seated as we take a ride together along the backcountry of Old Calico. As we go around this first curve, notice the store and reconstructed by the Knott family in the 1950s. Back then, they had workers actually living here. These folks served all the security for the county, a traditional box. Այնտեղ երեխեք մատով ցույց տամ այս անցքը դուռա, որը մտնում է այս ամբողջ մեծ սարի մեջ, որտեղ էր որ հանքափորները փորել են ու գտել են այդ թանկարժեք մետաղները եւ քարերը։ Ոնց որ այսօրվա համար վերջացրինք ստեղի տուրը, մեզանից պահանջվեց երևի տենց 2 ժամ ուղիղ, բայց ինձ շատ դանդաղ հավեսով ման ենք եկել ու վերջինը այս գնացքի տուրներ շատ հավես էր, տեսանք հիմնական մուտքը որտեղից մայնինգը ոնց որ հանքափորները մտել են, հանքն է, հանքի մուտքը հիմնական ու տենց ընդհանուր տարածքը տեսանք, շատ հավես էր, շատ։ Շատ հավես է, շատ հավես է, շատ հավես է։ Հովար մի հատ պաչեմ քեզ։ Որ ասացիր այս տեղը ու մենք եկանք։ Խոտ ուրախ եմ։ Եկանք են ռեստորանը, նստեցինք ես հավես տեղը, բարի մոտ և վերցրել ենք համով է? Չէ։ Ես գիտես տենց եմ մտածում եմ, որտև իրանց սառը չայ, ոնց որ չայ ելնի, ուղղակի սառը չէ։ Լավ էլի, ուղղակի ծառավ եմ, եսի հաստատ խմելու եմ։ Դե ինչ երեխեք, այսօրվա տուրը եկավ իր ավարտին հասավ, բայց մենք մի հատ ինչ-որ հավես տեղ ենք գնում, հովն ասաց 5 րոպե այստեղից, դրա համար ենք մեքենան վերցրել, որ կարողանանք սենց դժվար անցանելի ճանապարհներով գնանք, տենց ինչ-որ ճանապարհ գտել, գնանք տեսնենք ինչ է, անապատի մեջով սիրուն տեղ ենք գնում։ Շատ հավես էր, տպավորությունների մասին, եթե կիսվեմ, ապա 10-ից 10 էր այս տուրը, ու բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե ժամանակ ունեք, անպայման, թեկուզ ոչ աշխատանքային օրերին ինձ թվում է բավական շատ մարդ կլինի, բայց ինձ թվում է տենց ինչ-որ դժվարություն չկա բավական շատ մարդկանց մեջ, որովհետև հանգիստ բոլոր տեղերը շատ ազատ կարողանում ես ման գալ։ Եկեք, տեսեք, եթե սիրում եք այս մուդը ու սիրուն հագնվեք կավբոյսկի սթայլ, տեսակ գլխարկվան տենց դետալներ ու աքսեսուարներ վաճառում են այստեղ, եթե չունեք կարակ գաք թեկուզ վերցնեք այստեղից, բայց տենց այդ ոճի մեջ հագնվեք, եկեք համել կնկարվեք։ Գնանք տեսնենք ուր են գնում մյուս կանգառը ու արդեն դեպի տուն կքշենք։ Ահան, հովոյի ուզած տեղը նայեք, ասֆալտ չկա, այսպես տեղ էր ուզում քշեր մեքենան, ավազահող։ Տուրը էլի անում հովս տուր, հովս տուրն է, Դորան Scientific Drive, այս Դորանը շատ պարսկական բառ է թվում, Դորան, երեխեք հովն ասել է բռնվի, ինքն էլ է բռնվել, հելավ դե նապսակի հիմա, այ դե բան եմ անում, կոնտենտ եմ անում, հովն ասել է բռնվի,
Այ։ Օհո։ Մարկի նման։ Օհո, այնտե հելով։ Այնտե։ Չէ, ողում եմ։ Հա, ես ու իմ հիմար մտքերը, հետո կասեմ Լիլոն ասա։ Կարանք հելնենք հո, բայց քո կարծիքով։ Բա որ հելնես հիմա ասենք թե ծնգնենք։ Մի քիչ զգուշ կլնես, հա ով։ Աշկիս է տուրը վերջում գնահատելու եմ 10-ից 0։ Իրականում Հովոն սրա համար է եկել ստեղ հասել, անունը դրել է իբր Կալիկո ենք եկել։ Okay, ստամ էլի, որ ենք բարձանում, սոր ենք բարձանում, հալավ լավ է բարձանում, այն չենք ձևեր թապում, օհո, ես ինչ ճանապարհ է, հովո կաղան գնենք, բայց, հով շատ եմ խնդրում, վախում եմ, չէ խնդրում եմ, հով խնդրում եմ, բայց եսի ճանապարհ չի, հովո, այ, հալավ, Вообще վախենալու չի։ Աղր вообще վախենալու չի։ Ինքնիան է սաղ։ Լուրջ։ Դե լավ է հիմիկվա ավտոներն է սենելի, ուֆ։ Ամեն ինչ իրանք են անում։ Դե լավ վախենալու չէ, հավես էր, բայց դսար, ես առաջարկեցի։ Ո՞մի ան։ Աստված ջան։ Իչանք։ Բայց խնդրում նայեք ստեղ ենք հել է։ Շատ վախենալու էր։ Գիտես ինչը հիշեցի Հայաստանի հրեշտակների են զորը, ինչ է հիշեցի։ Հələ կինոյից հատված նայ։ Լավն է։ Ժողովուրդ մի հատ տեսեք, եկանք, կանգնեցինք մեքենայով ու ոտքով ուր ենք գնում։ Այսինքն Շանելի նշան ինչ են ես պոտին արա գեղցիներ էլի։ Շատ օրոյս ինչ վերջն է։ Լուրջ, բայց Հայաստանի հետ հրեշտակների ձորին նման է, չէ։ Հələ ինձ սիրուն է։ Արիզոնային է նման։ Հələ տեսարանները։ Շա կայֆ է սա։ Հետո հետ կգնանք, կփորձենք անցնենք մեջով։ Բայց անցնելու տեղ չկա, տուպիկ կլինի հաստատ։ Մենք ստեղ նայեք։ Ինչ հավես է։ Այսենց պատկերացրեք, այսենց օծածև ճանապարհը։ Ու գնացինք բան չկար, տենց ուղղակի վերջանում է ճանապարհը։ Բայց հրաշք է ուղղակի։ Հրաշք։ Ոտքով կանի ոտքի տակով։ Երեխեք մի հատ հլը ստեղ նայեք, մերն է մենք դուրս ենք գալիս տեղից ու տեսնենք այս բագիներով տուրը։ Ինչ հավես է։ Այս ավտոյը вообще կայֆ կլինի հով ինձ թվում է։ Իդեպ շատ շուտով լիքը նորություններ են սպասվում իմ կյանքում եւ բնականաբար վլոգում դրանց անդրադառնալու եմ հետո շատ շուտով Հայաստան ենք համել գնալու ու վլոգերը շարունակվելու են Հայաստանից իմ շատ սիրելի հետևորդներ շնորհակալություն այսօր մեզ հետ անցկացնելու համար հետևեք էջին subscribe եղեք like դրեք comment արեք եւ խոստանում եմ ձեզ հետաքրքիր վլոգեր Merci.